Միշտ սպորտային հագուստով, առանց ավելորդ շքեղության։ Իր խաղացանկում երբեք կնոջ դեր չպատկերացնող մի աղջիկ մի օր համարձակվեց երազել։ Իսկ երազանքները իրականանում են։ Ողջույն, եւ այդ աղջիկը այսօր մեր տաղավարում է սիրված դերասանուհի Արաքսիա Մելիքյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Արաքսիա, միշտ սպորտային հագուստով եւ կարծես թե ոչ միայն այդ տարիքում, նաեւ երբ փոքր էիր, ասում են, որ այնքան էլ կանացի բաներ չէիր սիրում, բա ինչով էիր զբաղվում։ Որտեւ մենք հիմնականում երբ փոքր ենք լինում, չէ՞, շպար, մամայի կոշիկները, շատ փոքր ժամանակ, այո, հենց այդպեսին եմ եղել, տենց շալեր, գլխակներ, ասել ձեզ կոշիկներ, մեծ հագնել եւ գալ փոքրիկ ներկայացումներ խաղալ։ Բայց հետո կյանքում ստացվեց մի շրջան, երբ որ մայրս հեռացավ, երևի թե տղամարդկանց շրջապատում այդպես մեծանալով, ինձ այդպես ավելի հարմար սկսեցի զգալ։ Եվ դա էլ քիչ չի սկսում էի արդեն ինքս ծաղրել կանացի աղջիկներին, ինչ-որ այդպես ես ինձ ավելի լավ էի զգում։ Հետագայում ամեն ինչ փոխվեց։ Կինը պետք է հասկանա իր սեռը, տղամարդն էլ իր սեռը։ Ասում են, որ նույնիսկ եղել է մի ժամանակ, երբ որոշել եք կենսաքիմիկոս դառնալ։ Դա ձեր որոշումներ, թե չէ, երբեք իմ տան անդամները չեն ազդել իմ ցանկությունների վրա, ճիշտ է, հայրս ֆիզիկոս էր, երևի թե դա նորմալ մղում էր, որ կուզեի նման մի բան։ Հետո դպրոցում ոնց որ լավ էի սովորում, ու չգիտեմ, ինչ-որ սիրում էի կենսաբանությունը, երևի առարկան ուսուցչուհին, ամեն ինչ նպաստում եմ, որ դա դու ուզես դառնալ։ Հետո փոխվեց ամեն ինչ, կամ էլ ես միշտ այդ ունեցել եմ այդ թաքուն երազանքը, հետո գլուխ բարձրացրեց ի վերջո։ Արաքսիա, ինչ կասես KVN-ի մասին։ Խաղում էիր KVN։ Հա։ Միգուցե հենց այդտեղից սկսվեց սերը դեպի։ Ավելի վաղ։ Եղբայրս հրաշք համույթ կար, այնտեղ ինքը երգում, պարում, առաջատարներ։ Ես իր համար դերերն էի պատրաստում, ես սովորեցնում էի իրան, ավագ քույրն էի, ինչ-որ տենց թաքուն միտք կար անընդհատ բեմ բարձրանալու բան, բայց ես քանի որ ինձ չէի համարում եւ գեղեցիկ եւ շնորհքով չէի մտածում դրա մասին, բայց հետո եղավ թատերական խմբակ, գնում էի պարի, գնում էի կարատեի, գնում էի գոբելենի, բոլոր տեղերից ինձ հանում էին համարյա, գոբելենի տեղը շատ էի խոսում, պարի համար հարմար չէր մարմինս, կարատեն քիչ տևեց, ինչ-որ շատ տղա էին, տեղել է տենց շատ չզգացի, մի խոսքով սենց պտտվում էինք, մինչև բացվեց թատերական խմբակ։ Թատերական խմբակ, ասի գնամ փորձեմ, ոնց որ այստեղ լավ կլինի։ Ու թատերական խմբակում կաստինգ, այսպես ասած, կաստինգ էր անցկացվում, խումբը հավաքելու, Արմեն Սանթրոսյանն էր անում, բոլորը համարյա կարդում էին Ես իմ անուշ Հայաստանի, ու ես էլ այդ կարող եմ ասել, ես ուրիշ բան չգիտեմ, առանձնապես տես չէի փայլում ասմունքի մեջ, բայց շատ էի ուզում, որ ինձ հավաներ ու արդեն զզվել էր, այս բոլոր երեխեքը գալիս են Ես իմ անուշ Հայաստանի, ով ինչ ձև կարող է, այդ ցանկությունից, որ ես դա ուզում եմ, խայտարակ վատ ասեցի, ես ինչ-որ չգիտեմ ինչեր էի անում, ես դաժե ուզում եմ հիշեմ, դա սարսափեց, բաներ էի անում ու զգում եմ Արմեն Սանթրոսյան ծիծաղում աչքերս պլպլում է, դու անցար, դու եկար ու ոչ բնականաբար ողբերգական բան, այդպես կատակեր վերջ ես ընդունվեցի ու գտա ինձ վերջապես, այսինքն դա այն սինթեզն է, թատրոնը, թատերական խմբակը, որտեղ այդ բոլորը կար։ Այսինքն դա առաջին քայլն է, երբ դուք փորձում եք հայտարարել, ես սիրում եմ թատրոնը, չէ՞։ Այո։ Ի վերջո հետո հեռուստաներկայացումները ինձ վրա շատ լավ ազդեցություն են։ Ես շատ սիրում էի ու միշտ նայում էի, կարծեմ երկուշաբթի օրերին էր։ Երկուշաբթի օր, ամեն երկուշաբթի։ Կոտորելով ինձ նայում էի, ինձ դա դուր էր գալիս։ Արաքսիա, բայց երբ եկավ այն պահը, երբ հասկացաք, որ թատրոն, միայն թատրոն եւ ոչինչ թատրոնից բացի, հա։ KVN-ն էլ նպաստեց, այսինքն KVN-ը նպաստեց նաեւ այն իմաստով, որ ես ծիծաղեցնելու այդ հատկությունը։ Օրինակ հայրս մինչև այսօր ինձ այդ շատ չի ընկալում այդ ողբերգական բանի մեջ, ասում է, ախր դու այնպես ես կարողանում մարդկանց հիստերիկայի մեջ հասցնել, ասում է, թո ես գիտեմ, դու ինչ ես գնացել։ Այսինքն ես շատ ուրախ եմ, որ կա որոշակի մասսա, որ դա է հավանում եւ դա ինձ կարծիքով նորմալ է։ Իսկ որոշումը կայացվեց
Իմ ուսուցչուհին նպաստեց դրան։ Ես կարծում եմ, թերևս նա էր, երբ որ վերլուծում եմ, չէ՞, անցնում են ինչ-որ տարիներ։ Որ ուսուցչուհին։ Կենսաբանության ուսուցչուհին։ Ինձ համար հեղինակություն էր, ինքը շատ խիստ ուսուցչուհի էր եւ ամբողջ դպրոցը սարսափում էր իրենից, բայց ես սիրում էի։ Առհասարակ իմ կյանքում այդպիսի բան կա, ում մասին շատ են վատ, չեմ կարող ասել վատ, ինչ որ ուրիշ կարծիք կա, ոչ պուպուշիկ եւ սիրելի, այդ պուպուշիկ սիրելիները ինձ համար հետաքրքիր չեն։ Հա, այլընտրանքն է ձեր նախընտրելին հետաքրքիր ու ես միշտ շահում եմ, այսինքն դրանք միշտ շատ հետաքրքիր մարդիկ են լինում, այդ թվում նաեւ ուսուցչուհին։ Երբ որ խմբակում խաղում էի, ասեցի ընկեր Հովհաննիսյան, լավ է, կենսաբանությունը շատ լավ է, հիացած եք ինձնով բան։ Մի հատ գաք նայեք ներկայացումը, եթե հավանեք, կդառնամ դերասանուհի, եթե չէ, կենսաքիմիան կա ու կա, ես էլ լավ պարապում եմ, հայրս Սպարտաճանաչ մուծում է, բոլոր բաները, խեղճ հայրս ինչ գիտեր գլխի գալիքով։ Ինչ ներկայացում եւ ինչ դերում էիք։ Խոսրով դուխտ էի խաղում, եղբայրս Գրիգոր Լուսավորիչ, դա իմ առաջին հայտն էր ողբերգական կերպարով։ Ընկեր Հովհաննիսյանը արցունքներից այնց մաքրեց, ասեց, ախր հասկանում ես կենսաքիմիկա, ով ասես կարա դառնա, բայց դու պիտի դերասանուհի դառնաս, ու վերջ։ Մի խոսքով որոշումս կայացվեց ու կար վախ բեմից։ Միջև այսօր ես վախենում եմ, ոչ թե վախենում եմ, հուզմունք, այո, հուզմունք, բայց դա շատ հաճելի զգացողություն է, որ ոչ մի բանի հետ այս կյանքում չես փոխի։ Դա կոչվում ավելի շատ պատասխանատվություն։ Դու իրավունք չունես կանգնելու եւ չլինելու կամ անպատրաստ լինելու։ Կամ մի մարդ, ով ձեր կյանքում շատ կարևոր դեր է ունեցել եւ նա լավ հիշում է ձեր մանկությունը։ Դիտենք տեսանյութ։ Արաքսին ծնված օրից եմ հիշում։ Իր վաղամերիկ մայրիկը իմ աշակերտուհին էր։ Երրորդ դասարանում էր, որ իր մայրիկը մահացավ։ Ափսոս, հազար ափսոս, շատ լավ մայրիկ ուներ եւ կանացի գործը իր տատիկը շուտ էր մահացել, Արաքսի ամբողջ հոգսը մնաց Արաքսի ուսերին։ Անտրտունջ Արաքսը մի եռանդ ունի, որ ոչ մեկը այդ դառնությունների հետ միասին կարող էին պահպանել այդ եռանդը։ Ուժ գտավ իր մեջ եւ կարողացավ ոտքի կանգնել։ Հուսահատության գիրք ընկավ մի պահ։ Ես իր մայրիկին խոստացել էի, որ Արաքսին լավ եմ նայելու, որովհետև Արաքսի աղջիկն է, որովհետև Արաքսին ծնված օրից գիտեմ։ Ես այդ խոստումը ինձ թվում է Արաքսյան կասի կատարել եմ թե ոչ, որոշ ամենահուսահատ պահերին կողքին եմ եղել եւ շատ շուտ դա անցել է, որովհետև ինքը հոգով արի մարդ է։ Սուսան Ջոջյան, Հասմիկի մաման, իմ դասընկերուհու եւ նաեւ մորս ուսուցչուհին։ Դա ինձ համար շատ կարևոր արժեք է, թերևս ամենակարևորը։ Թող ընկերուհիս չնեղանա, բայց երբ որ դեռ փոքր ես, դու չես հասկանում ընկերության գինը, քեզ ուրիշ բանն է կապում։ Դա Սուսան Ջոջյանն էր, այդ մղումը, որ ես ավել բան լսեի մորս մասին, եւ շատ էի լսում եւ լավ էր, որ լսում էի։ Հաղորդման սկզբում տեսանյութի մեջ մի փոքր հատված կար, աղջնակը գրում է օրագրում ես Ռուզան եմ խաղում եւ տարիներ անց այդ երազանքը իրականացավ։ Ինչպես ստացաք դերը։ Այսպես կամ հերվից ես ընդհանրապես բոլոր ինչ որ ուզում եմ ստանում եմ։ Ես ինչ երազում եմ ստանում եմ։ Այնինչը մաքուր է եւ ճիշտ է, ես դա ստանում եմ։ Մեկ-մեկ լինում է մարդկային թուլություններ, որ ինձ թվում է սա էլ է իմը, բայց դա այնուամենայնիվ չի լինում, հետագայում հասկանում եմ, որ ինչ լավ էր, որ դա չեղավ, քոնը չէր։ Դրա համար ես ինձ համարում եմ ընդհանրապես հաջողակ մարդ։ Իսկ Ռուզանի մասին դա իմ առաջին դերն էր թատրոնում։ 8-րդ դասարան ենք, դասարանով աբոնեմենտներ են, չէ՞ վաճառում։ Հերթական անգամ պիտի գնամ ներկայացում նայեմ դասարանով, մենք ամֆիթատրոնում էինք նստած, շատ լավ հիշում եմ։ Սնդուկյան թատրոնում էր, խաղում էր Տիկին Գրետան, Մեջլումյանը։ Ես առաջին գործողությունը նայեցի, այլալի, չգիտեմ ինչ վիճակ։ Ես թողեցի դասընկերներիս ու վազեցի պարտեզ նայելու։ Հետոն ինչա լինելու։ Եկատուն գրում էի, միշտ օրագիր եմ գրել դեռ 6-րդ դասարանից, այն շատ վատ ձեռագրով։ Եվ հիմա էլ գրում եք։ Հա, դեռ գրում եմ։ Եվ կգրեմ, ես չեմ կարող չգրել, որովհետև շատ մարդ կա, որի հետ չես կարող խոսել, իսկ օրագրիդ հետ կարող ես։ Մի խոսքով եկա ու գրեցի այդ կարմիր տառերով, որ ես եթե երբևէ դառնամ դերասանուհի, ես կուզեի Ռուզան խաղալ։ Ու այդ բոլոր իմ ցանկությունները այնտեղ կան։
ինստիտուտ սովորել, հազար ու մի դերեր փորձել, ընդհանրապես խոսք չկա, որ ես Ռուզանի մասին խոսք չկա։ Այնպես ստացվեց, որ այն գործերում, որտեղ ես զբաղված եմ, այդ գործերը չփեմադրվեցին, որ ես դիպլոմային պետք է պաշտպանեմ ու չկա գործ։ Բայց Սուրենիչն ասաց, դե մի բան, ինչ, նո, վերցրու, Ռուզանը, գնա փորձի դերը։ Շատ էսպես։ Վերցրեցի կարդացի 4-5 փորձ պետքա ու որ հանձնաժողով գա, փակեցի գնացի լացելով ես չեմ կարա այսքան տեքստ սովորեմ, սա ինչ է, առաջինը տեքստը սարսափելի է։ Ու դու վերնագիր ես խաղում, չի կարելի տապալվել, Սուրենիչն ասեց ամեն ինչ լավ կլինի։ Փաստորեն ստացա ու ես այդտեղ լույսը վառվեց, ասես բայց ուզել էի ու ընդհանրապես պատվի համար խաղացել եմ Մարգարիտ, ճակատագրական ա եղել իմ քննությունը, պատվի համար Շիրվանզադե ինձ հարցնում են որ կերպարն ես հավանում, ասում եմ Ռոզալիան եմ հավանում, ասում են ինչու Պետրավոր գլխակներ դպրոցը, ասում եմ բայց այնտեղ կա Մարգարիտ, ասում եմ ինչ Մարգարիտ բան, հայրայրեց իր աղջկա պատիվ, այդ ինչ է, այս որդիվն է, ինչ որ սետ, բայց հետո դու դա պիտի խաղաս։ Ես վերջերս բացում եմ էլի օրագիր եմ, ինչ-որ բաներ պետք է ճշտեի, գրված է, աշխատում եմ Պեպո պիեսի վրա։ Ինչի գրած չի Հեմինգուեյի, ես ինչ պիեսի վրա, այլ գրվում է աշխատում եմ Պեպո պիեսի վրա, ու մեզ պիտի կեկել խաղամ։ Ուզում եմ ասեմ, իմ կյանքում երբեք ոչինչ չի լինում անիմաց։ Ես նաև հասկացա ինքը թուղթուգիր է անում։ Այ թուղթուգիր։ Այո։ Ամեն ինչ այնտեղ գրված է, ամեն ինչ։ Կարնեի թուղթուգիրը դա այլ տարբերակ է։ Դա հատուկ դրամատուրգների բնորոշ, բայց երբ որ գրում ես, ինքը արդեն դառնում է թուղթուգիր, ինքը ճիշտ ճանապարհի մեջ է, ընթացքի մեջ է, այո։ Ուզում եմ այսօր մի լավ բան կգրեք մեր մասին։ Անխոս։ Գող կլինի։ Ես աշխատում եմ մարդկանց մասին վատ բաներ չգրել եւ չասել։ Ինչու, որովհետեւ ես հավատում եմ խոսքի ուժին։ Փորձված բան է։ Հենց ինչքան որ ապրել եմ այս կյանքում, այդքան ժամանակ արդեն ապացուցված է, ինչ ասում ես, 10 այդքան ստանում ես։ 2005 թվականից Սունդուկյանի թատրոնում եք։ Ձեր հարաբերությունները գործընկերների հետ բեմում եւ բեմից դուրս։ Ես էլի հաջողակ եմ, այսպես ասեմ, ինձ երբեք սրերով չեն դիմավորել։ Երբ որ հիմա պատմում են ավակները իրենց թե ոնց են դիմավորել, մեզ ծաղիկներով են դիմավորել, կարելի ասել։ Ես չեմ զգացել։ Հետո ինձ թվում է անձի հետ է կապված։ Մի քիչ եթե զիջող լինես ու հասկանաս, որ դու չես եկել ես թատրոնը նվաճելու, հաստատ քեզ նորմալ կընտրում, դու եկել ես աշխատելու։ Դու եկել ես, դու էլ ասես, որ ես էլ կամ նա եկ կարողա լավն եմ, կարողա խաղում եմ, սկսեց խաղալ։ Օրինակ եմ ասում։ Հաստատ ձեզ ոչ ոք չի հարվածի։ Դա նորմալ առողջ։ Ես ինքս էլ չեմ ուզի, որ մեկը գա, իսկ արդեն գալիս են եւ դա նորմալ է։ Գան ու մի անգամ ասես լուրջ բաց են ասեն։ Շատ ինքնավստահ, հա։ Դա չի կարելի։ Դրա համար ես կարծում եմ իմ կյանքում չի եղել տենց շատ ցնցող, պրավալներ, քննադատություններ, իմ տակը քանդել կամ այնտեղ ոտերից տակ ավազ լցնել կամ մեջքից չգիտեմ, ինչ որ բաներ եղել են։ Այսինքն ձեր հարաբերությունները բեմից դուրս եւ բեմի վրա չէ, դե իհարկե կան մարդիկ, ում ես չեմ հանդուրժում, կյանքում իր ապրելակերպը կամ բայց դա ինձ ինչ, ես բեմում խաղում եմ շատ նորմալ, չեմ կարող չխաղալ, եթե ես աչքին չնայեմ, ոնց կխաղամ։ Այսինքն գործի տարբեր բաներ են։ Տարբերակումը կա։ Այ անխոս։ Այն ընկերների, այն մարդկանց ում հանդուրժում եք, նրանց հետ նաև հաճախ ընկերություն եք անում։ Ձեր ընկերներից մեկը կխոսի այս բանին։ Արաքսի հետ Սունդուկյան թատրոնում խաղում ենք միասին, խաղընկերներ ենք։ Եվ ես Արաքսին գիտեմ որպես շատ զուսպ ու հավասարակշռված մարդ։ Ու բեմում ինքը շատ լավ պարտնյոր է այն առումով, որ շատ լավ կարողանում է տիրապետել սիտուացիային ու կարողանում է շփոթմունքը թաքցնել։ Բայց մի անգամ մեծ անտառի զավակները ներկայացման ժամանակ, երբ Արաքսը խաղում էր Բարի Փերի, ես Դիկոն, իսկ Ծովինարը Ֆենի, ֆինալի տեսարանում, ուրեմն Ծովինարը պիտի ասի վայ Բարի Փերին, երբ Արաքսը բեմ է մտնում, ու բոլորը գիտեն Սունդուկյանում, որ ես վատ խնդիկ ունեմ, ես որ խնդացի բեմի վրա վերջ ինձ հավաքել չի լինի։ Ու Ծովինարը որոշեց օգտագործել այդ առիթը ու ասեց վայ Բարի Քերին, Բարի Փերին, ու ես չդիմացա, ես ատամներս սեղմեցի, աչքերս կլորացան, արցունքներս սկսեցին գնալ ու հույսս միայն Արաքսն էր, որ Արաքսը հեսա կփրկի իրավիճակը ու նայեցի Արաքսին, տեսա Արաքսը փրտկաց։ Արաքսը փրտկաց, Ծովինարը չդիմացավ, Ծովինարը սկսեց խնդալ ու
չեմ չափազանցնում, րոպե ու կես բեմի վրա մենք կանգնած փորձում ենք ուշքի գալ ու չի ստացվում, հանդիսատեսը մեր հետ հավասար սկսեց ծիծաղել, վերջում նույնիսկ այն ոգևորության ծափեր գնացին դահլիճում, մինչև ի վերջո Արաքսը հավաքվեց ու սկսեց շարունակել ամբողջ տեսարանը։ Այդ երևի առաջի դեպքն էր, որ Արաքսը չկարողացավ շփոթմունքը զսպել բեմում ու իմ համար այն որ միակ փրկությունս ինքն էր ու ինքը ինձ պատժաշկա չարեց։ Հա, Արմեն ջան։ Հա։ Սա իմ կյանքի ամենամեծ ծիծաղն է եղել երևի, թե։ Դե բեմի ծիծաղի մասին հաստատ լսած կլինեք, որ դա անզուս մի խայտարակ բան։ Ու ախր ցավն է, իրանք առանց միկրոֆոնի են, իսկ ես բարի փերի եմ խաղում ու էֆեկտ պետք է ստանամ ձայնով։ Շշուկով եմ այսպես խոսում։ Ու ես էլ ոնց կարող եմ այդ միկրոֆոնը ամեն մի հնչյունս վերցնում ամբողջ դա, ոյ խայտարակ։ Տնօրինությունից իջան կուլիսներում ես տեսնում եմ, որ պիտի հավաքվեմ ու խայտարակ ավելի են բացվում։ Այնքան որ դահլիճին sense մամ բոլորը խելոք լսում են, որ ես պիտի շարունակեմ։ Ամոթ էր։ Ուղղակի ամոթ էր, բայց դե հիմա կյանք է։ Լավ է որ տոնածառային։ Այո, կյանք է եւ հենց կյանքն է, որ ամեն քայլափոխի լացն ու ծիծաղը իրար կողքեն։ Եվ հիմա ես պիտի մի քիչ ավելի շուտ դժվար թեմայի մասին խոսեմ։ Դուք ձեր մորը կորցրել եք վաղ հասակում եւ ձեր մանկությունը անցել է հայրիկի հետ։ Այո։ Եվ ինչքան լսել եմ, նա խիստ մարդ է եղել։ Իր բնույթով խիստ է, իսկ ինչպիսի հայր էր եւ ինչպես էր կարողանում մոր բացակայությունը, եթե կարելի է լրացնել։ Հորս որ հիմա գնանք մեր տուն տեսնեք, հաստատ չի կասեք, արագ իջնա խիստ ես մարդու շա։ Թեթև հանգիստ։ Ես հիմա հասկանում եմ այդ խստությունը, որ դա ավելի շուտ անհանգստություն էր։ Ունենալ միակ աղջիկ 90-ականներ, վատ առանց մայր, այնքան թեմա կա հոր համար մտածելու, որ այս աղջիկը նորմալ մեծանա։ Այն դեպքում, երբ որ հայրս նաև պիտի հասցներ ընտանիքի հոգսը քաշել, այսինքն ինքը մեզ հետ փաստացի չէր մնում ամբողջ օրը, առավոտ երեկո։ Ես հիմա դա այլևս չեմ ընկալում որպես խստություն։ Ժամանակին այո, դա ինձ համար կատաստրոֆա էր, հակասություններ, ինձ չեն հասկանում, ինչ որ հիստերիաներ։ Հիմա իմ երեխան այտենց վարվի, ես չգիտեմ ոնց կանեմ, իսկ իմ հայրը շատ ավելի հանդուրժող էր, քան ես պատկեր։ Այսինքն, եթե ինքը չուզեր, ես թող չդառնայի դերաս, եթե ուրեմն հանդուրժող է։ Իսկ սկզբանե չէր ուզում, անհանգստանում էր, որ ինչ դերասանուհի, դա ինչ կյանք է, դա ինչ ճակատագիր է կամ դու չես ամուսնանա, առաջին բանը հորս համար կինը պետք է ամուսնանա, երեխա ունենա, գործնել։ Մեր ցեղում բոլորն աշխատող են, գործ ունեն, բայց կինը պետք է երեխա ունենա, ամուսնանա, սա միսիա էր իմ վրա ու ես ինչ-որ երիտասարդական, դա չի կարևոր ես բիզնես լեդի կլինեմ, ինչ-որ հիմար բան էր։ Հիմա ես ինքս էլ կուզեմ, որ իմ աղջիկը առաջինը ամուսնանա, երեխա ունենա, նոր մնացած է։ Մի խոսքով։ Իսկ ինչ ես մտածում Արաքսիա, այսօր հպարտանում է արդեն հայրդ քեզնով քո մասնագիտությամբ։ Հայրս երբ որ եկավ Ռուզանը նայեց, որ ինձ համար կարևոր էր, ինքը քնել էր ամբողջ ներկայացումը պապաս։ Լավ հանգիստ էր։ Եկել էր հանգստանալու։ Ես գոռում եմ, չէ՞, առաջին ներկայացումները շատ վատ ես խաղում, գոռում ես, եսի ինչեր ես անում։ Բանը, եւ Անդրանիկը դերակատարը ինձ ապտակեց, իմպրովիզացիա արեց։ Սուրենիչը խնդիր էր տվել, ասել էր դու այնքան ես սիրում, ու ինքը ասում է ուրիշ տղամարդու անունա տալ, դու կարաս անգամ ապտակես։ Մեր անդունը դրեց առաջին պլանում շրխկ մի հատ ծանր ձեռքով տղամարդ։ Աչքերիցս թռավ կայծերը, ուզում եմ հակահարված տամ ինչպես Արաքսիան կաներ, հետո հիշեցի դու Ռուզանն ես, նստին այդպիսի բան չեր անի, պապաս ասում է «Էդ ինչ լավ խաղաց այդ տղեն, էդ ոնց տվեց»։ Այ ինչքան օրգանական էր, ասում եմ, բայց նա իսկականից խփեց, դա դրված չէր։ Վերջը հիմա ուզում եմ պապայիս, բայց ինքը հուզվել էր, երբ որ պտտվել էր, նայել էր ամբողջ մի դահլիճ ծափահարում է ու բոլորը այս իմ աղջիկն է։ Իմ պապան արցունքներով է հուզվում, ես նկատում եմ, բայց երբեք չեմ զգացել դու լավն ես, դու լավագույնն ես։ Դա միջև հիմա իմ մեջ կա, ես հիմա փորձում եմ դա չանել իմ երեխաների նկատմամբ, միշտ դրա կարիքն ունեցել եմ, պապ ջան, որ ասեն դու լավն ես։ Միակ բան կներեք, թերևս այն ա եղել, որ ասում էի ես սիրուն չեմ, ես ռադիոյում կաշխատեմ, ասում էր աղջիկ ջան, ռադիոյում ով ասես կարա աշխատի։ Դու ուզում էր ասել սիրուն ես, էլի, բայց չէր ասում։ Ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի լսենք ձեր հայրիկին։ Պապաս։ Այո։ Համաձայն հնարավոր չի։ Տեսնենք։ Վաղ, պապուլ։
Դե Արաքսյան սիրում էր թատերական խմբակը եւ միշտ գալիս էր, ճիշտ ասած այդ արանքում ինքը նաեւ հասրեց դաշնամուրի խմբակ գնար, որը շատ էր սիրում իր մամանուց որ դաշնակահարուի, բայց ոնց որ դերասանական բանը իր մեջ ավելի խորը գտնվեց։ Այս բեմում եղել են Արաքսիայի առաջի քայլերը, ու քայլերը դարձան ոնց որ իր կյանքի շարունակությունը։ Ինձ համար ամենաուժեղ ներկայացումը ամենատպավորիչը է, որ արդեն խաղալ Սունդուկյանի բեմում։ Այդ ժամանակ զարմացա, որովհետև ասում ես ձևի կարում ասենք ինքը իշխի մարդկանց նշել, ես ինքս սկսում եմ չհավատալ, ասենք նշել մտածում եմ դա իմ աղջիկն է, որովհետև ես ազդեցությունը շատ ուժեղ էր, էլի։ Չեմ կարող ասեմ, դա իմ ներդրումն է, թե չէ, սա եթե մի քիչ անկեղծ ասեմ, կարող է ինչ-որ ավելի մեծ զորեղ ուժեր էր, որոնք ամեն մեկին ճանապարհով տանում են էլի։ Ես Արաքսիայի վրա մեկ այնքան եմ ջղայնացել, որ հիմա մի քիչ դժվարանում եմ լավ բան ասել, որտեղ ես միշտ ուզում եմ, որ լավը լինի։ Ես իրան կասեմ, որ Արաքս, քեզ շատ լավ զգա, ես շատ ուրախ եմ, որ դու կաս, եւ քո ներկայությունը ուրախացրու բոլոր մարդկանց։ Պետք է ասեմ։ Ես զարմացած եմ, որ պապայից կարողացել եք խոսեցնել, որովհետև ինքը վերջը։ Կարծես է լավ բաներ քիչ էր ասում, բայց այս անգամ արդեն հեռուստատեսությամբ։ Հա։ Դե ես չեմ մեղադրում, որ ինքը չի ասել։ Ես ինքս էլ հիմա շատ դժվար եմ իմ երեխային ասում, որովհետև մտածում եմ կլկստվի, պետք չի։ Չգիտեմ, ես այսօրվա դաստիարակություն չեմ հասկանում երեխաներին, որ ամեն ինչ թույլատրում են, հետո հավաքել պետք է այդ երեխաներին։ Այո, պապայիս ներդրումը շատ է, ինչի՞ է տենց ասում, ինքը շատ շնորհքով մարդ է։ Ֆիզիկոս է, բայց հրաշալի ակարդեոն է նվագում, կոպիաներ անում, կապիրովկաներ, այնպես որ հրաշալի ներդրում է։ Առանց կնոջ մեծացնել երեխաները ամենամեծ ներդրումն է։ Արաքսիա, գնանք անձնական դաշտ։ Չկա այնտեղ բան չկա։ Կա։ Այնտեղ մեզ սպասում է Անդրանիկ Զաքարյանը։ Հա, դերասան, ամուսինը ձեր։ Դա ճիշտ է, որ երբ առաջին անգամ հանդիպել եք նրան, միանգամից ասել եք այս տղան լինելու է իմ ամուսինը։ Հա, բայց ծաղրելով եմ ասել, ես չեմ իմացել, որ դա լինելու է իրականություն։ Հետո փորձեցիք տակից դուրս գալ, հա, չէ։ Նա նորմալ շրջան էր, ես սիրում էի ինչ-որ չէի սիրում, տարված էի բարձրահասակ ջակի ջուկի արտահայտություն կար, չէ՞, տենց տղաներով, ու Անդրանիկը լուրջ ինձանից մեծ եկավ դեղին սարոճկայով, լաքած սև կոշիկներով, տենց դուռը միջև վերջ բացեց ինքը ուշ։ Թատերական, դա որտեղ էր։ Թատերական ինստիտուտ, ես միջև իրա գալ, ինձ զգում էի կուրսում, եկավ ինչ-որ մեկ ու սենց չորացրեց հայացքով, բանով ասեցի, ես սենց հետ քաշվեցի, ինձ դա ընկերուհիս է հիշեցրել դեպ ասեմ, ես չէի հիշում, հետո երբ որ ասեց, ասի, հա, ասել եմ։ Լուսինեն ասեց, ար հիշում ես, որ ասեցիր, ահա եւ իմ ամուսինը։ Որ ասում եմ թուղթուգիր։ Բայց այդ մեկը չեմ գրել, այդ մեկը ասել եմ։ Խոսքն էլ նույնն է։ Հա, եւ ամուսնացանք, սիրեցինք, շատ կռվելով, բայց ամուսնացանք։ Երկու բալիկ ունեք։ Այո, ունեմ։ Աշխատանք, թե թատրոնում, թե հեռուստատեսությունում, ինչպես ես հասցնում խնամել նրանց։ Ով է օգնում։ Սկեսուրս, երկու ձեռքով, ամուսինս, ես շատ շնորհակալ եմ իրենցից, գիտեմ, որ հայկական հայ հասարակության մեջ դա այդպես ընդունված չի շատ, բայց իմ սկեսուրս, սկեսրայրս շատ նպաստել են, որ ես դուրս գամ աշխատելու, ու չգիտեմ, ես շնորհակալ եմ, ես ուրիշ ձև չէի էլ կարող ինձ թվում է։ Ես այդ պահին հաշտվել էի, ասում էի, հա, կամուսնանամ, երևի թե դա էլ կանացի խորամանկություն էր, կամուսնանանք, չեմ խաղա, տոն երեխա գնայեմ, բան, կամ ինձ այդ պահին այդպես է թվացել, որ ես դա շատ ուզում եմ, բայց փաստորեն իմ սկեսուրս, սկեսրայրը, ամուսինս, բոլորն էլ ինձ օգնում են, որ տեքրս, խեղճին էլ եմ երկու երեխեքից։ Բոլորը օգնում են, իսկ դուք գիտեք ինչ է կատարվում ձեր տանը, երբ երեխաներին թողնում եք Անդրանիկի մոտ եւ գնում եք ձեր գործերով։ Խեղճ Անդրանիկս հաստատ, որովհետեւ վայրի են իմ երեխեք։ Այդքան ձեր խիստ եւ զուսպ դաստիարակությանը, ինչքան հասկացա դուք նման դաստիարակության կողմնակից եք, բայց շատ բայց չափի մեջ։ Երբ գնում եք տուն ինչ վիճակ է լինում։
Ինձ թվում է շատ դժվար է իրականում իմանալ ինչ է կատարվում, երբ դուք տանը չեք լինում, բայց մի դեպքում հնարավոր է, երբ տեսախցիկով մենք դա ամրագրում ենք, այսպես ասած, եւ ցուցադրում ենք։ Մեր լրագրողը եղել է ձեր տանը, երբ դուք տանը չեք եղել։ Ինչ ասում են երևի իմ մասին։ Համեցեք, շատ լավ ժամանակ եք եկել, որովհետև ես շատ չարչարվել եմ, հիմա հերթով ձեզ պատմելու եմ, ինչ եմ արել, վերջապես Արաքսյան կիմանա իր բացակայության ժամանակ ես ինչով եմ զբաղված, ուրեմն ասեմ, որ մի կերպ քննարկեցի երեխային։ Նախ ասեմ, որ երբ Արաքսյան տանը չի, ես ոչ մի բանի տեղը չգիտեմ, բաժակների, ամանների, մինչև գտնում եմ հոգիս դուրս է գալիս։ Բայց ասենք պիտի իմանաս էլի։ Չիները, եթե տանը քաղցրավենիք լինի, ամբողջությամբ ուտենք։ Միշտ է այդպես լինում։ Չգիտի ինչն է վառում կամ ինչից չի վառում։ Դու միշտ ինչ-որ պահում ես այդ ամանները, ես չեմ գտնում որտեղ են։ Կամ էլ չգիտեմ։ Միգուցե կանչեմ գեղեցիկ հարևանուհիներից մեկին եւ սեղանը պատրաստի Արաքսյան, հա? Yes։ Կարող է այդպես էլ լինի, գիտես, քո բացակայության դեպքում նման առաջարկներ ես շատ եմ ստանում, որ գնամ սրճելու ինչ-որ մեկի մոտ, բայց չեմ գնում։ Դասերը չարած իջնում ենք բակ, բարձանում ենք եւ вообще չենք անում, դրա վրա ջուգանանում, թե երբ կանես, երբ կանես, երբ կանես։ Ես էլ ասում եմ հեսա կանեմ, բայց չեմ անում։ Ինչ ա եղել, բալես, ինչ ա եղել, ինչ ես տեսել։ Բալուս։ Ձերքը կոտրոց այն բակի։ Ոնց էիր ասում, մամա արի։ Մաման թող գա տեսնի, որ մենք սա խաղալիքները թափել ենք։ Ի՞նչն ասում, դժվար է հավաքել հետո։ Մամա, արի, մամա, արի։ Պապա, այս մաման քեզ չի ների է։ Ոչինչ։ Արաքս ջան, քանի որ ես երեխեքին պահել եմ, այսօր ամբողջ օրը կերակրել եմ, քնացրել եմ, նույնիսկ մի քանի դաս եմ արել, ուրեմն դու կգաս տուն, այս խաղալիքները սաղ դու կհավաքես։ Եղավ։ Կեցե ձեր ամուսինը։ Հա, գիտեմ։ Եվ հրաշալի բալիկներ ունեք։ Շնորհակալություն։ Ընդհանրապես այս բայի միտքս եկավ հաճախ թատրոնի, կինոյի մարդիկ, կանայք, ընտանիքը կարծես թե թերադասում են եւ դուժում են ընտանիքը, հա, ընտանիքը երեխաներ չկան կամ ընտանիք, եւ նաեւ ձեր հոր դասիրակությունն է, հա, որ այսպես Չէ, դե առաջինը ընտանիքը, երբ որ թատրոնը չլինի, գաս մենակ պուպուի պես տանը նստես, թատրոնը ինչ որ ժամանակ հետո կարող է եւ չլինի։ Հիասթափություններ, դավաճանում։ Ինչ ասես կարող է լինի, բա դու գալիս ես քո տուն, քո օջախ, այսպես ասեմ, մարդ չլինի քո կողքը, բա խոր ծերություն։ Դա էլ պետք է դերասանուհին մտածի, երիտասարդական փառքը չի միայն։ Հետո ինչ նստի ու ինչ դերերը նայի, ֆոտոներ ասի, ես այսպեսի նայի, իսկ երբ որ դու կունենաս մի ամբողջ գերդաստան հետևում, այ դա ձեռք բերում աստից։
Եվ այդ ժամանակ թորները եթե նայեն նկարները, դա ավելի լավ է։ Ավելի լավ, տասնկեսի նայեն։ Արաքսիա, մենք շատ ուրախ ենք, որ հենց այսպիսին ես դու, այսպիսի ընտանիք ունես, այսպիսի իրականություն եւ մենք արդեն պետք է ավարտենք այսօրվա հաղորդումը։ Դուք լացացրեցիք։ Ոչինչ, որովհետեւ հայրս ինձ համար մենք էլ հուզվեցինք քեզ հետ եւ հուսով ենք այսօր քո օրագրում կլինեն լավ տողեր, լավ զգացմունքներ, ավարտում ենք։ Շնորհակալություն հանդիսատեսին։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում էր սիրված դերասանուհի Արաքսիա Մելիքյանը։